ասել, օրինակ, երեկվա հունվարի 1-ից մինչև 3 Հայաստանի Հանրապետությունում 439 թոշակառու անձ 65 պլյուս տարիքի 439 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն։ Հասկանում եք, 439 մարդ պետությունը Հայաստանի Հանրապետությունը այդ մարդու մահճակալի կողքը նստել է եւ 4 միլիոն դրամի ծառայություն համատուցել։ 1133 65 պլյուս տարիքի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով ծառայություն։ 4721 մարդ, այս թվերը, նրանք ովքեր այս թվերը կասկածի տակ առնեն, մենք կարող ենք անուն ազգանուններ, չէ, մի րոպե, բժշկական գաղտնիք, բժշկական գաղտնիք, հա, բայց մեծ հաշվով, այո, կարող ենք քննիչ հանձնաժողով օրինակ, եթե մի հատ հրատապ ձևավորվի, գույս ունենք մեր ընդդիմությունը, եթե ուզում է, մի րոպե, որը ասցի, 1133 մարդ, 2 միլիոնից 4 միլիոն դրամի ծառայություն, 4721 մարդ 65 պլյուսների մասին եմ ես հիմա միայն խոսում, 1 միլիոնից 2 միլիոն դրամի արժողությամբ ծառայություն, 9129 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ արժեքի բժշկական ծառայություն, 41286 մարդ 100,000 դրամից 500,000 դրամ առողջապահական ծառայություն, 41356 մարդ 50,000-ից 100,000 դրամ արժեքով առողջապահական ծառայություն, 141566 մարդ մինչև 50,000 դրամի առողջապահական ծառայություն։ Այստեղ տարբեր հիմնականում վերջին սեգմենտը դեղերն են եւ փոքր կոնսուլտացիաներ, հետազոտություններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ընդհանուր առմամբ 3 ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամ ծառայություն ենք մատուցել 239,630 65 պլյուս տարիքի անձանց։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նաև սոցիալական ամենատարբեր խմբերի ստացած ծառայությունների վիճակագրությունը։ Մասնավորապես սոցիալական տարբեր խմբերի անապահով, հաշմանդամություն ունեցող անձ եւ այլն եւ այդպես շարունակ։ 153 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի առողջապահական ծառայություն։ Հաշմանդամություն ունեցող կամ աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդը Հայաստանի Հանրապետությունում ստացել է 4 միլիոն դրամ պլյուս արժեքով ծառայություն, 153 այդպիսի մարդ։ 236 այդպիսի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամի այդպիսի առողջապահական ծառայություն։ 1097 մարդ այդ սոցիալական տարբեր խմբերի 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն, 2152 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ ծառայություն, 12661 մարդ 100,000-ից 500,000 դրամի առողջապահական ծառայություն, 9890 մարդ 50,000-ից 100,000 դրամի առողջապահական ծառայություն, 41401 մարդ մինչև 50,000 դրամ առողջապահական ծառայություն։ Այսինքն ես հիմա հասկացա, որ ինձ չի հաջողվի, եթե ես հիմա մենակ առողջության ապահովագրության մասին խոսեմ, ելույթը կավարտվի։ Հիմա այստեղ առողջության ապահովագրության հատվածը ընդհատում եմ եւ անցնում եմ ուրիշ կենսաթոշակների բարձրացմանը։ Հարգելի գործընկերներ, հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը,
որը կազմում է 61768 դրամ վերջին տվյալների համաձայն։ Մենք թոշակները բարձրացրել ենք եւ մեր թոշակառուները նույնիսկ մարզային այցերի ընթացքում իրենք են հաշվարկներ անում։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ, հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են։ Այսինքն, այս էլ եթե այն արդեն մի կողմ դրեցինք, իհարկե 63-ից 65 տարեկանների համար այլ հաշվարկագործում։ Բայց այս էլ ինչի ենք մենք հեղափոխությունից 8 տարի անց այս նվաճումը արձանագրում, որովհետև մենք հետևողականորեն գնացել ենք այս ճանապարհով։ Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին։ Հետո մենք հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Հիմա մենք դա ապահովել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղը եւ սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում։ 2023 թվականի հունվարի 1-ից մենք ամբողջությամբ վերափոխեցինք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը ներդրեցինք նոր համակարգ։ Մինչև այս նպաստը ստանում էին միայն աշխատող եւ արձակուրդի մեջ գտնվող մայրիկները։ Մենք 2 բան արեցինք։ Առաջինը, մենք նախ այս նպաստի բազային դրույքաչափը մեծացրեցինք 28000 դրամից դարձնելով 31700 դրամ, այստեղ թվերի մեջ եթե մի քիչ խառնեմ ներողեք, բայց չեմ խառնում, եւ հաջորդիվ ուրիշ որոշում կայացրեցինք։ Մենք այս ծրագիրը բացեցինք բոլոր մայրիկների համար, անկախ նրանից նրանք աշխատում են թե չէ։ Ավելին գյուղական վայրերում ապրող եւ աշխատող մայրիկների համար այդ նպաստը սահմանեցինք կրկնակիից ավել 69100 դրամ։ Եվ մեկնարկի պահից մենք այս ծրագրով 74.7 միլիարդ դրամ ենք հատկացրել այս ծրագիրը իրականացնելու համար։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ տեսեք թոշակների ավելացման ծրագրին մենք 2026 թվականին շուրջ 200 միլիոն դոլար ենք լրացուցիչ ծախսելու։ Սա ես ինչի համար եմ ասում, ցույց տալու համար, որ մենք այդ որ ասում ենք բյուջեի թիվը աճեց, բյուջեի թիվը ավելացավ, հիմնական հարցը այդ որտեղ է այդ թիվը, բա ով է, ում է գնում այդ թիվը։ Այդ թիվը գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մենք նոր ծրագիր ենք ներդրել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ֆինանսական աջակցությունը երեխաներին եւ ուզում եմ ասել, որ 2025 թվականին միջին հաշվող 39772 երեխա այս աջակցությունը իր պետության կողմից ստանում է եւ 2025 թվականի արդյունքներով մեկնարկի պահից մենք 56 միլիարդ 510 միլիոն դրամ ենք տվել մեր երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկանը։ Ուզում եմ առանձնահատուկ նշել ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, բայց կարճ նշեմ, որովհետև ժամանակը չի ներում։ Տեսեք, մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ եւ ավել ստացող ուսուցիչ կա, այդպիսի ուսուցիչների թիվը 13-ն է, շատ չէ այդպիսի ուսուցիչների թիվը, բայց այս հնարավորությունը բաց է յուրաքանչյուրի առաջ կամ որոշ հանգամանքներ հաշվի առնելով ըստ էության յուրաքանչյուրի առաջ։ 70 ուսուցիչ ստանում է 600-ից 700,000 դրամ աշխատավարձ։ 220 ուսուցիչ ստանում է 500-ից 600,000 դրամ աշխատավարձ։ 1360
երկու ուսուցիչ ստանում է 400-ից 500,000 դրամ աշխատավարձ եւ պիտի ընդգծեմ, որ 9600 ուսուցիչ, ամեն երրորդ ուսուցիչը այլևս հանրապետությունում ատեստավորված է եւ ուզում եմ ես շնորհակալություն հայտնել, որովհետեւ այստեղ էլ կար շատ մեծ որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրը աշխատում է եւ լավ է աշխատում եւ սրա վկայությունն է այն, որ 2024-25 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում։ Այսինքն սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ոչ աշխատավարձ են տեսել, ոչ հեռանկար։ Իսկ հեռանկարը կա, այդ թվում այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափը այլևս լինելու է 300,000 դրամ։ Հիմա դրույքաչափը 200,000 դրամ է, լինելու է 300,000 դրամ գումարած ատեստավորման կոնկրետ արդյունքները։ Մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն է եւ ուզում եմ հաճույքով արձանագրեմ, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 102 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում եւ 429 մանկապարտեզում ու նախակրթարաններում, իսկ մինչև դեկտեմբեր 26 թվական, այսինքն 301 դպրոցում եւ 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Ավելին, մենք արդեն իսկ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի շինարարությունը եւ այսօր արդեն հաջորդ 300 դպրոցի ցանկից շուրջ 50 եւ ավելի 54, եթե չեմ սխալվում, դպրոցի շինարարություն է ընթանում։ Եվ սա ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման եւ ընդհանրապես մեր բոլոր ռազմավարական նպատակների իրագործման տեսակետից։ Ամենաշատը ուշադրությունից դուրս մնացած մի հաջորդ ծրագրի մասին եմ ուզում խոսել, այդ գիտության ֆինանսավորման մասին է, որովհետև եթե մեր սիրելի թշակառուները շտապում են ներկայացնել, թե կառավարությունը ինչ ծրագրեր է արել իրենց ոլորտում կենսաթոշակառուների ապահովագրության եւ առողջության եւ սոցիալական ապահովության ոլորտում մեր հարգելի գիտնականները չեն շտապում այդ մասին բարձրաձայնել, կարծես հոռետեսությունից ելնելով։ Բայց ես ուզում եմ այն օրը մարզային այցի ընթացքում շատ հետաքրքիր էր մի հարգելի քաղաքացի Հրազդան խոշորացված համայնքում ասում էր, որ գիտության ֆինանսավորումը ինչի՞ չեք ավելացրել, ինչի՞ չեք ավելացնում։ Ես լավ նորություն ունեմ այս թեմայով հետաքրքրված մեր բոլոր սա այդ հարցը, բայց ինչի ինքն էլ ասեց, որ ինքը գիտական միջավայրի հետ կապ ունի, այս հարցը նշանակում է, որ այս թեմաները չի խոսվում այնտեղ, չի խոսվում։ Տենց համաձայնության մթնոլորտ կա, որ եկեք այդ պահը շրջանցենք։ Իսկ 2017 թվականի համեմատ 2.8 անգամ աճել է 2025 թվականի արդյունքներով գիտության ֆինանսավորումը։ 17-ին եղել է 14.3 միլիարդ, իսկ 25-ին 42 միլիարդ, աճելով շուրջ 180%-ով։ Բայց նաև աշխատավարձերը, ուրեմն ես չնայած ժամանակի խնդիր կա, բայց ես այս մասի վրա հատուկ կանգ կառնեմ։ Լաբորանտի գիտական ոլորտի մասին է խոսքը, գործող ճարտարագետի աշխատավարձը 2025 թվականին նախորդի համեմատ, մենք 21-ից 25 թվականի ծրագիր էինք անում, 21 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ես էլի ժամանակի սղությամբ պատճառով թվերը չասեմ։ Ավագ լաբորանտի, սա խոսում ենք մենք գիտական հաստատություններում եւ բուհերում աշխատող, լաբորատորիաներում աշխատող կոնկրետ, այս էլ անուն ազգանուններով կարող են գնալ։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իհարկե էլի ատեստավորում անցել են, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ համոզվել որակավորման մեջ։ Ավագ լաբորանտի
կամավակ ճարտարագետի աշխատավարձը 21 թվականի համեմատ 25-ին ավելի քան կրկնապատկվել է։ Կրսեր գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 25-ին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ գրեթե քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 25 թվականին 21-ի համեմատ ավելի քան եռապատկվել է։ Գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով ուրեմն 2013-ից 2017 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն հատկացրել է 961 միլիոն դրամ, 961 2013-ից 17 թվականի ընթացքում։ Իսկ 2018-ից 2025 թվականի ընթացքում հատկացրել է շուրջ մոտ 15 միլիարդ դրամ, կարճ ասած, մոտ 15 միլիարդ դրամ։ Հիմա նույն ժամանակ 961 եւ 15 միլիարդ դրամ։ Էլ չեմ ասում, ընդ որում ձեռքաբերվել ֆինանսավորվել է գիտական սարքեր ձեռքբերման շուրջ 124 հայտ, 124 հայտ։ Կոնկրետ նրանց մի մասը արդեն իսկ գտնվում են գիտական հաստատություններում, մյուսները ճանապարհին են։ Ամենակարևորը Երևանի պետական համալսարանում հիմնադրվել է արհեստական բանականության կենտրոնը, որի գերհամակարգչի ձեռքբերման եւ տեղադրման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 3.7 միլիարդ դրամ։ Սա էլ է այն գումարներից, որ սկզբունքորեն կառավարության պարտականությունը չէր դա անել։ Եթե կառավարության պարտականություններ, բան նախորդ շրջանում ինչի չեն արել իրենց պարտականությունները, որ 900 քանի միլիոն դրամ են հատկացրել, որը ըստ էության, ասենք ենթադրենք, կոլբա առնելու մեծ հաշվով փողը։ Մենք այդքան մեր դպրոցների համար դրա կրկնակին երևի արդեն կոլբա ենք առել, կոլբա, այն ապակու բաներից, որ երեխեքը մի հատ էլ ասում ենք օգտագործեք երեխեք, ոչինչ, որ չէ, մեր երեխեքը, ասենք այդ բանի այդ ծրագրի մեկնարկի պահից մինչև այսօր երևի 900 միլիոն դրամի կոլբա արդեն ջարդել են կամ կջարդեն եւ մենք դեմ չենք, մենք ասում ենք մի մցրեք այդ կոլբաները սեյֆերի մեջ, թող երեխեքը օգտագործեն, որպեսզի դա որովհետեւ դա ներդրում է մեր ապագայի մեջ։ Էլ չեմ ասում, էլի չի խոսվում։ Հայաստանի Հանրապետության քոլեջներում, գերակա ուղղություններում կրթաթոշակի հասկացությունը հայտնվել։ Ուսանողները, որոնք ունեն բավարար առաջադիմություն, կրթաթոշակ են ստանում 50,000 դրամ, գերազանցիկները մի քիչ ավելի։ Այսօր Հայաստանի քոլեջներում 3040 ուսանող ստանում է այս 50,000 դրամը։ Շատ է թե քիչ։ 0-ի համեմատ քանի տոկոս է աճը, պարոն Թունյան։ Քանի տոկոս է աճը։ Նույնը վերաբերվում է բուհերի գերակա ուղղություններով ուսանողներին, որոնք ստանում են էլի 70,000 եւ գերազանցիկները ավել թոշակ, կրթաթոշակ եւ ավելի քան 500 ուսանող այսօր թոշակ է ստանում։ Ավելին ասեմ, այդքան որ խոսում ենք բանակի մասին, այսօր ռազմական ակադեմիայի ուսանողները ստանում են 100 գերազանցիկ ուսանողները 140,000 դրամ, 140,000 դրամ կրթաթոշակ են ստանում։
Ինչ անեմ, ամփոփեմ արդեն, 28 վայրկյան է մնացել։ Չէ, կարծում եմ, որ կարող եք շարունակել, պարոն վարչապետ։ Դեմ չեք, հա։ Ընդդիմությունը դեմ չի։ 2018 թվականից 2025 թվականները իրական ճիշտ է, այդ լավ բան է, լավ ինչպես ասում են challenge-ը խորհրդանի եւ խորհրդան նախագահի կողմից, որ ես ասում եի նվաճումները կարամ երկար շարունակեմ։ Հիմա ինձ հնարավորություն տվեք, հələ տեսնենք հետաքրքիր է, ինչքան կարողանամ։ Հա, ես հետագա հատվածում հիմնականում խոսելու եմ ձեռքբերումների մասին։ 2018 թվականից 2025 թվականը իրականացրել ենք 4735 կիլոմետր ճանապարհների կառուցման, հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Հիմա ես հաճույքով եմ արձանագրում, որ մարդիկ նկարում են եւ փոսեր են գցում սոցիալական ցանցեր։ Հեռախոսով նկարում են սոցիալական ցանցերից, փոսեր եւ գցում են ինտերնետ։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ նախկինում փոս նկարելու համար հնարավոր չէր iPhone-ով նկարել, պետք էր արբանյակային նկարը դնել եւ նկարագրելու համար Հայաստանի Հանրապետության ճանապարհի փոսերը հարգելի ներկաներ, շատ լավ ծիծաղում ենք, բայց հիմա ով է հիշում, թե 2018 թվականի դրությամբ, ասենք օրինակ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակը ինչ է եղել, օրինակ Երևան-Գորիս ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը, ով է հիշում։ Ես հիշում եմ, եւ համոզված եմ, հումոր եմ անում, իհարկե, մենք հիշում ենք եւ համոզված եմ եւ շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել։ Հյուսիս-հարավ Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 93 թվականից խոսվում է։ Գանձակար-Իցակար ճանապարհը ասֆալտ անելու մասին ես առաջի թե երկրորդ կուրս էի, որ խորհրդանի ամբիոններից Հայաստանի վարչապետերը ասում էին, որ Գանձակար-Իցակար ճանապարհը, Բերդում նախաձեռնություն կար, քաղաքացիական նախաձեռնություն, որ 15 տարի պայքարում էր, որ Բերդ համայնքը խոշորացված պետք է ունենա անվտանգ ճանապարհ։ Հիմա ուրիշ բան է, Բերդ համայնքը հիմա ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի եւ ունի Գանձակար-Իցակար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում, գնանք բացումը անեն։ Թթուջուր նավուր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհար ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։ Հիմա էլի կասեն, վայ, հողերը տվին այդ ճանապարհները եւ այլն։ Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել։ Մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որ որևէ երկիր ինքը իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ։ Խոստովան ենք, մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք եւ ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք եւ փոխենք պատմության ընթացքը։ Սուբվենցիոն ծրագրերը ընդհանրապես առանձին պատմություն է եւ ես ուզում եմ ուրեմն ընդգծել, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, որտեղ կառավարությունը 141 միլիարդ դրամի մոտավորապես ներդրում է արել, սա միայն կառավարության մասնաբաժինն է, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Ուղիղ առանց սուբվենցիաների, որովհետև սուբվենցիաները համայնք եւ կառավարություն մասնաբաժին ունեն, Հայաստանի Հանրապետությունը կառավարությունը 2.8 միլիարդ դոլարի ներդրում է արել Հայաստանի Հանրապետության մարզերում։
2.8 միլիարդ դոլարի ներդրում ենք արել 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության մարզերում, ամենատարբեր ծրագրերով, ճանապարհներ են կառուցվել, դրա մեջ մտնում են եւ դպրոցները, եւ սուբվենցիաները դեռ չեն մտնում, եւ Հայաստանի մարզերը իրենց գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության այսպիսի ներդրում երբեք չեն ունեցել, եւ սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, ուզում եմ ընդգծել, որ նաև այո, մարզերում 148 միլիարդ դրամի մենք սուբվենցիոն ծրագիր ենք ֆինանսավորել, ելի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա կապ չունի 940 միլիարդի ուղիղ ներդրումների հետ, որ մենք տարբեր մարզերում, օրինակ Խնձորուտի ճանապարհը, որ ուղիղ իրականացրել ենք եւ այլն, մանկապարտեզներ եւ այլն, բայց նաեւ սուբվենցիաներով 148 միլիարդ դրամ կառավարությունն է հատկացրել 18-ից ի վեր, 132 միլիարդ դրամ ֆինանսավորվել է համայնքների սեփական միջոցներից, բայց մենք ինչքան ենք համայնքներին աջակցել, որպեսզի նրանց սեփական միջոցները մեծանան։ Դոտացիաներով ինչ է տեղի ունեցել 2025 թվականին 2017 թվականի համեմատության 124%-ով կամ 59 միլիարդ դրամով մենք համայնքներին հատկացվող դոտացիաները ուժեղացրել ենք, մեծացրել ենք եւ սա նույնպես շատ կարեւոր ձեռքբերում է։ Առանձնահատուկ ուզում եմ նշել նաեւ, որ մենք նույն տրամաբանությամբ էական աջակցություն ենք ցույց տվել նաեւ Երևանին, այսինքն մարզերում իրականացնել ենք ծրագիր, բայց նաեւ աջակցություն ենք ցուցաբերել Երևանին, մայրաքաղաքին, եւ ուզում եմ ընդգծել, որ